Եգիպտացորեն, լավաշ, սուջուղ, անգամ թթու լավաշ։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում Փաշինյանի կողքին ավտոբուսում հենց Ալեն Սիմոնյանն էր։ Ընտրություններից հետո սակայն պարզվեց, Ալեն Սիմոնյանը ոչ միայն իր տեղն է զիջելու Փաշինյանի կողքին, այլ հնարավոր է ընդհանրապես իջնի ուրախ ավտոբուսից։ Սիմոնյանը չկարողացավ պահել ազգային ժողովի նախագահի ցանկալի աթոռը։ Իր տեղը զիջեց 5 տարի իր կողքին նստած փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին։ 20 հոգանոց քաղաքացիական պայմանագրի վարչությունից 10-ից ավելի կուսակցական իր ձայնը տվել է Ռուբեն Ռուբինյանին։ Շոյված եմ արդյունքից, այսպես ասեմ։ Անտրամադիր էր սակայն Ալեն Սիմոնյանը քաղաքացիական պայմանագրի գրասենյակից նա այնքան արագ հեռացավ, որ օպերատորներն անգամ չհասցրին ֆիքսել հեռացող Սիմոնյանին։ Անկախ Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ Ալեն Սիմոնյանը միակ ազգային ժողովի նախագահն է, որ պաշտոնավարեց լիարժեք ժամկետով։ Նույն լիարժեքությամբ նաև իր վրա վերցրեց Փաշինյանի քաղաքականության ամենախոցելի, հասարակության համար ամենացավոտ թեմաների հանրայնացման առաջին ջութակի դերը, իր վրա կրելով Փաշինյանի քաղաքականության համար ընդդիմության եւ հասարակության քննադատության հարվածները։ Օրինակ Արցախի մասով։ Մեր կայացված որոշումով չէ, Արցախը, Ղարաբաղը երբևիցե Հայաստանի կողմից չի ճանաչվել որպես անկախ պետություն որևիցե իշխանության ժամանակ եւ Հայաստանի Հանրապետությունը որևիցե իր հարևանի նկատմամբ տարածքային պահանջ չունի եւ չի ունեցել։ Պարոն Սիմոնյան, Այո, կարծում եմ ճիշտ է Ղարաբաղ ձևակերպում օգտագործել։ Այն անգամ որ Աղդամ էի գնացել նկարվել։ Բոլորս է սխալվում ենք, այո։ Արցախցիների մասին։ Պետք է կռվել։ բայց արդեն մորթվում էին մարդիկ։ Պետք է կռվել։ Քանի ընտանիք էր մոր, պետք է կռվել։ Հայաստանը կռվել է, պետք է կռվել։ Արցախցին չի կռվել։ Պետք է կռվել։ Հայ-ռուսական հարաբերությունների մասով եւս Ալեն Սիմոնյանն էր, որ անում էր ամենակոշտ հայտարարությունները, ասում էր այն, ինչն ի պաշտոնե իրեն թույլ չէր տալիս բարձրաձայն ասել Փաշինյանը։ Вы считаете, что мы сдали? Я считаю, что это было сделано для того, чтобы Армения изменила геополитический вектор с российского на иной. Вот такое же понимание, вот такие же мысли есть у армянского общества, что Россия сдала Карабах. Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության, ինչ-որ քարտուղարուհու, որը որ կարծում եմ իմ մակարդակը չէ, ԱԳՆ կա դրա համար, Երևան բաժին կա արտաքին, թող իրենք արձագանքեն, ես անկեղծ ասած չեմ համարում, որ ես ու ձեր նշած մարմնի բաժնի պետի տեղակալը ու ես նույն մարդն ենք, որ պետք է խոսենք, թող ինքը իր դարդերով տապակ։ Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման 5-ամյակը նշանավորվեց նաև բազմաթիվ սկանդալներով։ Ազգային ժողովի նախագահը իր հայրենակցի երեսին թքեց։ Խորհրդարանական մթնոլորտն էլ թեժ է եղել Սիմոնյանի պաշտոնավարման այս տարիների ընթացքում։ Լարված վիճակների պակաս չի եղել, ծեծկրտուքից մինչև թեժ լեզվակռիվներ։ Ես ներս եմ հրավիրում անվտանգության աշխատակիցներին, խնդրում եմ կարգ ու կանոն հաստատել դահլիճում։ Հանգիստ։ Հրաչ։ Ես անվտանգության աշխատակիցներին ներս եմ հրավիրում։ Լռություն։ Նստեք։ Մամուլի հրապարակումների մասին բան ասեցիք, ջղաձգվել, նստեք։
Տիկին Վարդանյան, դու ով կգնաս քո ղեկավարի հետ խոսած։ Հայաստանի Հանրապետության վարչապետ դու ով չխոսած։ Ուրեմն դու ով չխոսած։ Նստի տեղը, դու ով չխոսած։ Եղա՞։ Դու ով չխոսած։ Ասում եմ դու ով չխոսած։ Չափերիդ մեջ մնա, դու ով չխոսած։ Դուրս կշպրտեմ քեզ այս դահլիճից։ Դուրս կշպրտեմ քեզ։ Ասում եմ դուրս կշպրտեմ, նստի տեղը։ Դու ով չխոսած։ Ես մինչև իշխանություն ունենալով եմ քո տենց խոսացել ու քո շեֆերի հետ եմ տենց խոսացել։ Ընդմիջում։ Սիմոնյանն իր պարտքն էր համարում ընդդիմադիրներից կրծքով պաշտպանել Փաշինյանին։ Նա երբեք չէր ընդհատում ամբիոնից խոսող իր ղեկավարին, եթե անգամ սահմանված ժամանակից ձգվեր տասնյակ րոպեներ։ Այդուհանդերձ խոսակցություններ կային, որ Սիմոնյանը Փաշինյանի յուրայինների նեղ շրջանակից չէր, հատկապես վերջին տարիներին, ինչը դժվար է ասել Ռուբեն Ռուբինյանի պարագայում։ Ասում են Սիմոնյան-Փաշինյան հարաբերությունները հատկապես սառեցին 2 տարի առաջ, երբ կալանավորվեց Ալեն Սիմոնյանի եղբոր կինը։ Այդ օրերին ըստ մամուլի տեղեկությունների Սիմոնյանը թիմակիցների հետ չէր շփվում, քաղաքացիական պայմանագրի վարչության նիստերին չէր մասնակցում, սակայն կարճ ժամանակ անց նրա հարցն ազատ արձակվեց։ Ու թեև Սիմոնյանի եւ Փաշինյանի հարաբերություններն արտաքուստ վերադարձան նախկին վիճակին, հարաբերություններում առկա նյարդը միշտ նկատելի էր, մասնավորապես Փաշինյանի վերաբերմունքում։ Իմ եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի հարաբերությունները ինստիտուցիոնալ հիմքի վրա են, նաև ընկերական հիմքի վրա են։ Սիմոնյանի եւ թիմակիցների հարաբերություններն էլ այս տարիներին հարթ չեն ստացվել։ Տարբեր շրջաններում մամուլը գրում էր նրա եւ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի լարված հարաբերությունների մասին, սակայն դրանք կուլիսային խոսակցություններից այն կողմ չէին գնում։ Լուրջ դիմակայություն տեղի ունեցավ քաղաքացիական պայմանագրի խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանի հետ, երբ վերջինս հրապարակավ Սիմոնյանի մեղադրեց շահումով խաղերի բիզնեսի շահերը առաջ տանելու մեջ։ Նախորդին ասում էի բանը, վարչապետ եք բերում, ինձ նաև ֆրակցիաներից որ ասում եք դու վարչապետով մեզ պարնում ես, գալի ասում ես վարչապետը կողմ է նախագծի կողմ կգալի, դրեք ես վարչապետը զբերում։ Վարչապետին բերեցին, հարցը հասավ քաղաքացիական պայմանագրի վարչության նիստ։ Փաշինյանն այս կռվում նախընտրեց պահել Ալեն Սիմոնյանին։ Հայկ Սարգսյանը խաղից ու կուսակցական կյանքից դուրս մնաց, բայց Սիմոնյանը պարտվեց գլխավոր Ռուբինյանի հետ մենամարտում։ Նրա քաղաքական ապագան ևս այս պահին մշուշոտ է, հազիվ թե падգամավորի մանդատը վերցնի, իսկ կառավարությունում Փաշինյանը լուրջ փոփոխություններ չի նախատեսում։ Մամուլը շրջանառում է նրա Հայաստանի նախագահի հնարավոր թեկնածու լինելու փաստը, բայց դա էլ ըստ տեղեկությունների առայժմ իրատեսական սցենար չէ։ Ինչը ի վերջո չներվեց Սիմոնյանին եւ ինչու իր հավատարմությունը Փաշինյանին ամեն օր հրապարակավ ի ցույց դնող Սիմոնյանը դուրս մնաց քաղաքական թիվ 1 ամբիոնում կարևոր դերակատարի պաշտոնից։ Վստահությունը կորցրեց նրա հանդեպ։ Ալեն Սիմոնյանի ու նրա ընտանիքի հետ կապված սկանդալներն էին պատճառը, թե իր իշխանության համար վտանգ էր տեսնում նրա մեջ Փաշինյանը։ Իրական պատճառը գուցե ժամանակի ընթացքում կպարզվի, բայց ակնհայտ է մի բան՝ Փաշինյանի ձեռագիրը չի փոխվում։ Նա պատրաստ է զոհել իր ցանկացած կադրի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։